Բարև ձեզ, հարգելի հայրենակիցներ, ուրեմն ես այսօր գտնվում եմ Սասունցի Տավթի կայարանամերձ հատվածում, կոնկրետ շուկայի հատվածում եմ գտնվում, սիրելիներս։ Քիչ առաջ ուրեմն ես մտա շուկա, ուսումնասիրելու, թե ինչ պայմաններով են աշխատում մեր ուրեմն այն քաղաքացիները եւ հատկապես կանայք, ովքեր այստեղ առևտուր են անում։ Եվ բնականաբար կարող եմ փաստել, որ ցավոք այս ձմռան ցրտին ոչ մի ջեռուցում չի գործում եւ այդ կանայք սրտալով այդտեղ առևտուր են անում։ Միևնույն ժամանակ հետաքրքրվեցի, որ իրենցից ամսական մոտավորապես 8000-ից դրամի չափով ուրեմն գումար են վերցնում, որպեսզի իրենք այդտեղ իրավունք ունենան առևտուր անելու, պահեստի համար, որպեսզի իրենց ուրեմն կարողանա սնունդ մթերքը պահել, ամսական մոտավորապես 50000 ուրեմն գումար են վերցնում եւ այդ ամենը ամփոփելով ասում եմ հետեւյալը, սիրելիներս, եթե վաղը մյուս օր ուրեմն Հայաստանի նոր քաղաքական մշակույթ կուսակցությունը դարձավ ղեկավարություն եւ ես դարձա ժողովրդական ղեկավար, ապա ես պատասխանատու ձևով հայտարարում եմ, որ այստեղ առևտուրը կլինի անվճար, այս շենքում առևտուր անող մարդիկ կկարողանան առանց ամսավճարի առևտուր անել, այստեղ կլինեն հավուր պատշաճի սանիտարահիգիենիկ պայմաններ, այստեղ կլինի հավուր պատշաճի ջեռուցում, այստեղ մարդկանց կտրամադրվեն պոլիէթիլենային ուրեմն տոպրակները անվճար, նույնատիպ պետական ձեռագիր կրող, համապատասխան պայմանները եւ չափանիշները ապահովված, որպեսզի մարդիկ կարողանան այստեղ նորմալ ուրեմն պայմաններով առևտուր անել։ Միևնույն ժամանակ, եթե գյուղացիները ուրեմն կգան եւ այստեղ իրենց գյուղայական ապրանքը կցանկանան ուրեմն վաճառել, ապա կլինի պետության կողմից համապատասխան ուրեմն մարմին, որը կզբաղվի այդ գյուղմթերքի մթերմամբ։ Եթե գյուղացիները կցանկանան, որ իրենք անձամբ կան այստեղ կանգնեն եւ իրենց ապրանքը վաճառեն, բարի։ Եթե չեն ցանկանա, ապա կլինի պետության կողմից ուրեմն գյուղմթերքը մթերող համապատասխան մարմին բոլոր ուրեմն վարչական շրջաններում եւ նաեւ ասեմ, որ այսպիսի գյուղմթերքի շուկաներ կկառուցվեն բոլոր Երևան քաղաքի բոլոր վարչական շրջաններում։ Ինչպես նաեւ տեղի կունենա ուրեմն գների վերահսկողություն, որովհետեւ գները եւս պետք է ուրեմն հիմնավորված լինեն ցանկացած ուրեմն գյուղմթերքի համար։ Ուրեմն այսօր ես այսքանն էի ուզում ձեզ փոխանցել, սիրելի ժողովուրդ, որ ոլորտ առ ոլորտ բոլոր խնդիրներին ես անդրադառնալու եմ եւ այսօր որոշեցի կոնկրետ անդրադառնալ այս խնդրին։ Շնորհակալ եմ ուշադրության համար։